Գործարար բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց 30 օրով։ Այս որոշումը կայացրեց հակակոռուպցիոն դատարանը հոկտեմբերի 15-ին Վահե Դոլմազյանի նախագահությամբ։ Դատարանը քննիչի միջնորդությունը բավարարել է մասնակի։ Կալանքի ժամկետը երկարաձգել է 30 օրով։ Եվ թե ինչի համար այն Սամվել Կարապետյանի նկատմամբ այս հետապնդումը, դրա բանալի բառն էլ կա, Ժողովուրդ ջան։ Կոչվում է քաղաքական հետապնդում։ 2 օր հակակոռուպցիոն դատարանի առջև բազմամարդ էր։ Քննչական կոմիտեն երկրորդ անգամ էր միջնորդել 2 ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի կալանքը, եւս մեկ դրվագ ավելացնելով փողերի լվացման մասին։ Մինչև դատավորի վճիռը երկրորդ օրը Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմը հայտնել էր իր դիրքորոշումը։ Մեր դիրքորոշումների պայմաններում, եթե մենք ունենանք ողջամիտ հնարավորություն իրական իրավաբանության, արդարադատության, միանշանակ է, որ այս միջնորդությունը պետք է մերժվի։ Միանշանակ մեր նշաձողը բավականին ցածր է ակնկալիքի։ Մենք չենք ուզում 100% ծավալի իրավաբանություն, որովհետև հասկանում ենք, որ դա կլինի միամտություն կարծել, որ մենք դա կարող ենք ունենալ այսօրվա պայմաններում։ Մի բան իհարկե շատ հստակ է, որ ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը, աջակցությունը չափազանց կարևոր է եւ մեզանից յուրաքանչյուրը դա զգում է։ Լինի դա նիստերի դալիճում, լինի նիստերի դալիճից դուրս։ Ապրեք դուք, ժողովուրդ ջան։ 2 օր մարդիկ դատարանի առջև էին եւ պահանջում էին ազատ արձակել Սամվել Կարապետյանին, նշելով, որ արդարության վերականգնման համար պայքարելու են մինչև վերջ։ Հավաքվածները արդարություն, պայքար մեր ձևով, Սամվել վանկարկումներով սպասում էին դատարանի որոշմանը։ Այստեղ են, որովհետև բռնաճնշումներ են իրականացում եկեղեցու հանդեպ եւ բռնաճնշումներ են ապօրինի ձևով ընդամենը մի հայտարարության համար, որ աջակցում է հայ առաքելական եկեղեցին։ Եկեղեցուն պաշտպանելու համար մարդուն կարելի է կալանավորել։ Այդ որտեղ է գրած։ Որ երկրում կա տենց բան։ Խոսքս վերաբերում է Սամվել Կարապետյան, իր նահագին գործին անելու դրսումը։ Ինքը բարերար չի, մեծ բարերար է։ Մեծատարով մեծ մարդ։ Լավից վատից պատմությանը ծանոթ ենք բոլորս։ Աշխարհի ոչ մի երկրում նման բան չի եղել։ Մեր բոլորիս խայտարակությունն է, որ Սամվել Կարապետյանի նման բարերարը այսօր գտնվում է կալանքի տակ։ Ազգային խայտարակություն է։ Մի Սամվել Կարապետյանը գտնվում է Հայաստանի բանտում, մյուս բարերար Ռուբեն Վարդյանն էլ Բաքվի բանտում։ Նույնիսկ եթե ազգային բարերար չլիներ եւ եկեղեցուն չպաշտպաներ, այլ քաղբանտարկյալ լիներ, այդ խայտարակությունն է։ Հայաստանը չպետք է ունենա քաղբանտարկյալներ։ Հայ ազգի ներկայացուցիչ բարերարին կալանավորել այսօր նշանակում է նաեւ կալանավորել Շարլ Անձնավորի նմաններին։ Կալանավորել Սամվել Կարապետյանին նշանակում է կալանավորել ամբողջ հայ ազգին։ Ես գտնում եմ, որ պետք է արդարադատությունը հաղթի։ Այսօր ինչ եք պահանջում։ Ազատություն, արդարություն։ Պահանջում եմ ազատություն Սամվել Կարապետյանին։ Իմ հայրենակից, իմ բարերար, բարեգործ Սամվել Կարապետյանին ազատություն։ Մարդը ոչինչ չի արել, մարդուն ձերբակալել են։ Մարդը արել է երևի այս երկրում այս ժողովրդի հանդեպ բարեգործություն անելը կոչվում է հանցագործություն։ Սամվել Կարապետյանը շատ լավ մարդ է, ազգին պաշտպան մարդ է, բարերար մարդ է։ Չի կարելի դենց վերաբերվել։ Այդ մարդը ամեն ինչ արել է, որ եկեղեցին պաշտպանի ու հայ ժողովրդի պատի վեր պայի։ Անիմաստ պահում են իրան։ Պիտի ազատ արձակեն իրան։ Դա մարի եկել են, որ իրան ազատեն։ Մեր ձևով ժողովրդական շարժման ներկայացուցիչները հայտարարեցին, որ շաբաթ օրը հոկտեմբերի 18-ին ժամը 16:30-ին տեղի կունենա մեր ձևով ժողովրդական շարժման հանրահավաքը։ Հավատում ենք Սուրեն Բարսեղյան, Գեղամահուր։